Պարոն Սիմոնյան, սկսենք ձեր նախընտրական ցուցակից, ուսումնասիրելով հասկացա, որ բազմաթիվ գործարարներ կան ձեր ցուցակում։ Սա Գյումրու պատմության մեջ աննախադեպ է, երբ մեծ թվով գործարարներ փորձում են քաղաքային իշխանության ղեկը ստանձնել։ Սա ինչ առավելություն կտա քաղաքին։ Թե կարծում եք գործարարը ավելի մեծ առավելություններ այստեղ կստանա, եղել են դեպքեր, երբ գործարարները մտել են օրինակ ազգային ժողով, իշխանությունը ծառայեցնելով իրենց բիզնեսի ծաղկմանը։ Ուրեմն ասեմ, գործարարի առավելությունները մի փոքր ես ավելի բաց կներկայացնեմ, բայց մինչ այդ, եթե գործարարը հոգով սրտով գործարար է, նա կյանքում չի ծառայեցնի իրեն որևիցե պաշտոն կամ որևիցե չարաշահումներ չի անի, որովհետև ինքը առանց դրա իր հմտությունները ներդնելով ավելի մեծ հաջողությունների կհասնի, քան մտնի են սև դաշտ, են վատ դաշտ։ Ես չգիտեմ ում նկատի ունեք ազգային ժողովում, որ գործարարները մտան այնտեղ, իմ համար գործարարը դա հենց այն մաքուր գործանողն է, որը իր մտքի ճկունության, իր կազմակերպչական ջիղի շնորհիվ հասնում է մեծ հաջողությունների եւ գործարարի իսկական գործարարի մասին է խոսքը, ամենաերազած բանը հանգստությունն է։ Իսկ ձեր նախանշած դաշտ մտնելուց հետո ամենաանհանգիստ մարդը դառնում է հենց այդ մարդը, որն որ փորձում է պետական ինչ-որ չարաշահումների գնով իր բիզնեսին օգուտ բերի։ Իսկ ինչով օգուտ կտան մեր ցուցակի գործարար մասսան քաղաքի կառավարմանը, իմ կարծիքով եւ մեր թիմի կարծիքով եւ ընդհանրապես այդպես ընդունված է, քաղաքային կառավարումները ոչ թե այսպես չոր քաղաքական գործիչների տեղ է այսօրվա մեր 21-րդ դարում, այլ կազմակերպիչ տեսակի տեղն է, որտեղ հենց ինքն է կազմակերպում քաղաքի կառավարումը, ոլորտների կառավարումը, կարող է ինքը ինչ-որ ոլորտից չունենա այն հմտությունը չպատկերացնի, բայց ինքը գիտի ում դիմի, որ այդ հարցը շատ արագ լուծում ստանա, որ մասնագետին հրավիրի եւ որ մասնագետին ներգրավվածությունը ապահովի, որպեսզի այդ ոլորտում գրանցեն հաջողություններ։ Այսինքն գործարարը կարող է իր կաբերով բոլոր հարցերը լուծել, հա, ճիշտ հասկացա։ Ոչ միայն կաբերով, այլ նաև իր ճկունությամբ, երբ որ ինքը մարդ է ճանաչում, գործարարները շատ լավ են ճանաչում դիմացինին։ Առաջին իսկ շփումից հետո իրանք գնահատականը տալիս են այդ մարդը ի վիճակի է այդ խնդրի լուծումները առավելագույնս տա, թե ոչ։ Հիմնականում իրական գործարարների մեջ միշտ սա է եղել փայլումը։ Ձեր նախընտրական տեսահոլովակում օգտագործվող երգում նշվում է, որ ձեր ուժը նոր է, մեր ձայնը հզոր է, չէ, կարևորը նոր է եւ նշում եք նաեւ, որ համարձակ փոփոխություններ եք բերելու։ Ինչ համարձակ փոփոխությունների մասին է։ Տեսեք, յուրաքանչյուր մթնոլորտում, եթե տիրում է այսպես ասած վադը, հա, բամբասկոդությունը, իրար վրա ինչ-որ ասեկոսներ տարածելը, այդտեղ միշտ նեգատիվ մթնոլորտ է ձևավորվում եւ ինչքան ուզում է փայլուն աշխատանք ուզենան տանեն, չի ստացվելու։ Մեր գալով առաջերտին փոխվելու է մթնոլորտը, փոխվելու է այն մոդելը, այն կառավարման մոդելը, որը միշտ ունեցել ենք, տեսել ենք, աչքերներս արդեն այսպես ասած կուշտ է։ Մարդիկ, որոնք ուզում են քաղաքապետարանում ջերմություն տեսնել, ջերմություն ստանալ եւ այդ ամեն ինչից հետո նաեւ ջերմություն տալ, իրենք զգալու են այդ փոփոխությունը, որովհետեւ մտածելակերպի տարբերություններ կան եւ սերունդերի մեջ, մեր թիմը շատ ժամանակակից ձևով մենք էլ ենք դեմ այլասերվածություններին, բաներին, բայց ժամանակակից լինելը դա չի ընդհանրում այդ այլասերված քարոզները եւ այլն, այլ ժամանակին համահունչ քայլելով կարողանաս Գյումրեցուն տալ, նաև Գյումրեցուց վերցնել այն հարգանքը, սերը, ջերմությունը, որը յուրաքանչյուրս սպասում ենք։ Ձեր հայտարարագիրը դարձավ ամենակննարկվածներից։ Պարզ է, որ գործարար եք, նշել եք այնտեղ, որ մի քանի արտադրամասեր եք հիմնել, ամեն դեպքում որպես եկամուտ հայտարարագրել եք 150 միլիոն դրամ, կանխիկ որպես գումար, եւ սա բուրըն քննարկման թեմա դարձավ։ Կարելի է ձեզ համարել 9 տեխնազուների մեջ ամենահարուստը։ Ես չգիտեմ կարելի է համարել, թե չէ դուք կհամարեք կամ գյումրեցիները կհամարեն, բայց բոլորի աչքի առաջ եմ մեծացել,
բոլորի աչքի առաջ եմ ստեղծել, ես ինքս հենց բանվորություն եմ արել, պատանի տարիներից սկսած, երբ որ կյանք մտա արդեն, ես հենց բանվորությունով եմ սկսել եւ Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզում ընդհանուր կա մոտ 800-ից 900 վաճառակետ, ներառյալ ցանկացած կրբակ, ցանկացած ռեստորան, բոլորը շատ լավ ճանաչում են ինձ, բոլորը տեսել են ինձ այդ ժամանակվանից սկսած իմ գործունեությունը եւ բոլորի աչքի առաջ եմ ունեցել այն ինչ որ այսօր հայտարարագրել եմ եւ այդ արտադրամասերը կամ մյուսը բոլորը Գյումրեցու աչքի առաջ եղել։ Մի անգամից չեմ ծնվել կամ այստեղից դուրս չեմ գնացել ինչ որ փողերը վերցրած եկել եմ։ Այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել, այստեղ եմ ապրել, այստեղ եմ աշխատել։ Բոլորի աչքի առաջ ու ոչ մի գույք չունեմ Գյումրիից դուրս։ Բոլոր գույքերս Գյումրիում են։ Իմ համար մեծ պատիվ է, որ հենց այդպես է։ Ես չեմ ասում վատ է, երբ որ դուրս դրսում չունես, բայց հիմա այս բանին այսպես է, որ այստեղ է։ Այսքան ազնվորեն հայտարարել եք այն, ինչ կա, որովհետեւ թաքցնելու բան չի եղել։ Դա իհարկե։ Եվ ձեր քարոզարշավը եւս մեծ քննարկման թեմա դարձավ։ Լեգենդար հրամանատարն էր սկզբում մասնակցում ձեր քարոզարշավին, իսկ երեք բուրըն քննարկման թեմա դարձավ Եդինայա Ռոսիա խմբակցության պատգամավորի այն հայտարարությունը, որ սատարելու է Մայր Հայաստան դաշինքի ծրագրերին։ Ինչ է նշանակում սատարելու է, այսինքն գործարարների է ուղղորդելու, որ կան Գյումրիում ներդրումներ կատարել, եւ քննարկումները ընդհանուր այն աստիճանի հասան, որ ասում են Պուտինն է մասնակցում Գյումրու դիմ ընտրություններին։ Ասեմ ուրեմն Կարեն Ջալավյանը քյոխը, մեր Արցախի հերոսը, մեր լեգենդար հրամանատարը իմ ընկերն է, նա քաղաքականության հետ բացարձակ կապ չունի։ Նա այստեղ էր, որովհետև դրա առաջի օրը արցախցիների հետ հանդիպումով սկսեցինք մենք մեր քարոզարշավը, ցույց տալով, որ արցախցիները այստեղ հյուր չեն, հյուրի կարգավիճակով չեն։ Մենք ընդունում ենք իրենց ինչպես հարազատ տներում, որովհետեւ իրենք ինտեգրվեն մեր Գյումրի քաղաքում, Գյումրի քաղաքի, այսպես ասած, յոլուղայդի հետ եւ իրենց զգան ինչպես իրենց տանը։ Եվ քյոխի գալու նպատակներից մեկը հենց դա էր, որ ոգևորեր արցախցիներին եւ ասեր, որ այստեղ դուք տանն եք եւ հաջորդ օրվա մեր հավաքին ներկա գտնվելը նույնպես նույն ֆորմատի մեջ էր, որ ինքը իր ինգերոջ մոտ է եկել։ Թե չէ իր մասին խոսել, որ ինքը քաղաքականացված մարդ է, քաղաքականություն է մտնում, դրանք լեկտի շանտաժներ են, դրանք հազարավոր գյումրեցիներ նմանատիպ գրառումների տակ կոմենտարիաներ թողեցին, որ ձերքերը թերու, բորենիներ, սա մեր քյոխն է, մեր հրամանատարն է եւ ես իր հետ քաղաքում զբոսնելուց, երբ որ եկեղեցիում մոմ վարեցինք, դուք չեք պատկերացնում ինչ աստիճանի սեր ու հարգանք էր վայելում այդ մարդը եւ այդ ժողովրդի էներգիան այդ ամեն ինչը փոխանցվեց իրեն։ Ինքը իրիկուն ասավ, ես ոնց որ բան էլ այսպես հանգստացած եմ, էլի, որ զգում եմ, որ լավ արած գործը դա գնահատվում է եւ բոլորիս կողմից, եթե լավ գործ ենք անում եւ գնահատվում է, պարտավորեցնող է։ Ինչ մնում է Եդինայա Ռոսիայի պատգամավորների հայտարարությանը, որ իրենք սատարում են, իրենք շատ լավ ուսումնասիրում են, տեսնում են եւ քաղաքական դաշտը եւ բիզնես դաշտը։ Նաեւ Գյումրիում իրենք շահագրգռվածություն ունեն, որ մարդիկ ավելի լավ պայմաններով ապրեն, որովհետեւ ավելի բարձր լինի կենսամակարդակը, քանզի իրենք այստեղ ունեն ռուսական ռազմաբազա։ Իրենց շահերից է բխում, որ այստեղ կյանքը ավելի լավ լինի, որ յուրաքանչյուրն էլ տեսնելով, որ որտեղ կա ռուսական ռազմաբազա, այնտեղ կյանքը լավ է, իրենք էլ լավ աչքով նայեն այդ ազգությանը եւ այդ չափազանցությունը, որ Պուտինը զբաղվում է Գյումրիում քաղաքականությամբ, ամեն դեպքում էլի մեր գործընկերների միջոցով ենք մենք ծանոթացել ընդհանուր պատգամավորների եւ մյուս քաղտեխնոլոգների հետ եւ իրենք զգացել են մեր մեջ, մեր երիտասարդության մեջ, մեր գործարար մասսայի մեջ այն ջիղը, որով մենք ուզում ենք դարձնել Գյումրին ազատ տնտեսական կոդի եւ իրենք էլ իրենց աջակցությունը հայտնեցին, որ եթե լինի այդպիսի բան, ուրեմն մենք կգանք ներդրումներ կանենք, Գյումրին կկանգնեցնենք ոտքին, ինչպես որ ուզում եք տեսնել դուք։ Եվ նաեւ այդտեղ կա վստահության գործոն, որ ամեն մեկին չի որ վստահում են այդ բանը։ Ամեն մեկին չի որ տալիս են նմանատիպ գովասանք կամ այսպես ասած աջակցություն, որ գիտեք ինչ կա։ Դա վստահություն ամենաթանկ բանն է, որ կարելի է դիմացինին նվիրել։
եւ ես եւ մեր քաղաքական ուժը նվեր ստացել ենք, շնորհակալ ենք այդ ամեն ինչի համար, ընթացքը ցույց կտա մնացած։ Ամեն դեպքում մեկնաբանություններ նաև հնչեցին, առաջարկներ, որ այս քաղաքական ուժին պետք է զրկել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից։ Ինչի համար, որ ուզում ենք Գյումրին դարձնել ազատ տնտեսական կոդի, որ ուզում ենք Գյումրին դարձնել ազատ քաղաք եւ ներդրումները շատանան, ապրանքների գները էժանանան, աշխատավարձերը բարձրանան եւ կենսամակարդակը զգալի աճ գրանցի, դրա համար զրկենք այս ուժին, բա այլ որ ուժին եք ուզում բերել, այն ուժին, որն ուզում է ռազմաբազան ռուսական հերասնի այստեղից, ամբողջ մի քաղաք տնի վտանգի տակ, ամբողջ հանրապետություն տնի վտանգի տակ, հա, այդ ուժին ենք ուզում բերենք։ Իմ կարծիքով գյումրեցիները խոհեմ են լինելու եւ ցայնը տալու են իրենց սրտի, այսպես ասած, ծրագրերին, իրենց սրտի թիմին, իրենց սրտի տեխնազոին, որբիսի իրենք եւս օգուտներ քաղեն այդ թիմից, այդ անձից եւ այդ գաղափարներից։ Գյումրիում ազատ տնտեսական կոդի ստեղծելուց էր ծրագիրը արդեն հասկանալի է, մի քանի անգամ տնտեսական կոնֆերանսներ եղել են, ինչպես եք պատկերացնում անօթևանության խնդրի լուծումը։ Ուրեմն տեսեք, երբ որ ազատ տնտեսական կոդի ճանաչվի Գյումրի քաղաքը եւ ազատ քաղաքի կարգավիճակ տան, էլ կարելի է չմտածել այդ մասին, որովհետեւ 2-3-4 տարվա մեջ Գյումրին 170 աստիճան փոփոխվելու է։ Հենց ներդրումները հասնեն տեղ, կառուցվի 10, 20, 30 գործարաններ, չենք պատկերացնի ինչ արագ տեմպով է Գյումրի զարգանալու, անկախ մեզանից։ Բոլոր ստրուկտուրաներով ինքը զարգ է տալու, բայց ընդունենք իրավիճակ, որ չէ, Գյումրին չի ճանաչվում ազատ տնտեսական կոդի, այս իշխանությունների օրոք, չնայած Մայր Հայաստան դաշինքը հայտարարեց, որ երբ եղավ իշխանափոխություն, առաջինը զբաղվելու ենք հենց Գյումրիի խնդրով, Գյումրու զարգացման խնդրով, այսինքն հենց տեսլականը այս պահից արդեն Մայր Հայաստանը դրել է, որ իշխանափոխությունից հետո առաջինը զբաղվելու ենք հենց Գյումրի քաղաքի զարգացումով։ Բայց ենթադրենք այս իշխանությունը չի փորձում ընդառաջ գալ այս ծրագրին եւ Գյումրեցու կողմից չի ուշանալու այդ ապտակը, ես համոզված եմ։ Տնագների հարցը կարելի է նաեւ ժամանակակից մոդելներով լուծել, ինչպես ժամանակին լուծեց Վրաստանը, երբ որ եղավ վրաց-աբխազական բախում, մոտ 150-200 հազար վրացիներ փախստականի կարգավիճակով ետ եկան Թբիլիսի, Բաթումի, Աջարիա, հա, եւ իրենք նույնպես այդ անօթևանության խնդրի առաջ են կանգնած, պետությունը շատ խելոք գտնվեց եւ փորձեց տարածքներ տրամադրել անհադույց գործարարներին, նույն շինարարներին, որոնք մեծ թափ տվեցին շինարարությանը, որի մի մասը տվեցին պետությանը, որպեսզի անօթևանների հարցը կարգավորեն, մյուս մասով կարողացան իրենց եկամուտները ապահովեն, իրենց ծախսերը հանեն եւ ունենան եկամուտներ։ Եվ այսպիսով 2 տարվա մեջ վրացիները լուծեցին իրենց հարցը։ Մեզ չի խանգարում ոչ մի բան, որ մենք էլ զբաղվենք։ Դրա համար պետք է պետությունը սատար կանգնի Գյումրեցում, սատար կանգնի նույն տնագում ապրողին եւ այդ հարցը կամք դրսեւորելու շնորհիվ կարողանա արագ լուծել։ Պարոն Սիմոնյան, շատ հաճախակի այսպիսի տեսակետներ են հնչեցնում, թե ձայն տվեցիք Մայր Հայաստան դաշինքին, դա նշանակում է, որ ձայն տվեցիք Վարդան Ղուկասյանին, ընդհանրացնում են։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Դուք պատրաստ եք իշխող քաղաքական ուժից են նման տեսակետներ հնչում։ Այ լավ ասեցիք, իշխող քաղաքական ուժին։ Հիմա վերադառնանք իրենց։ Իրենք զգում են արդեն իրենց մոդալուտ վախճանը, ես նորից ասել եմ իմ խոսքերի մեջ, որ Նիկոլ Փաշինյանի զգայարանները 100% աշխատում են եւ իրենք զգում են այդ բանը։ Մյուս կողմից տեսնելով մեր նոր թիմի, նոր գաղափարների ծրագրի երիտասարդության ոտքի կանգնելը, զգալով քաղաքացիների սատարումը, որը օր-օրի աճում է, ցույց է տալիս եւ ժողովրդի մեզ դիմավորելը, ցույց է տալիս մարդկանց մեջի խոսակցությունը, ցույց է տալիս իմ հեռախոսը, որ օրվա մեջ չի դադարում զանգերը անգամ ինձ չճանաչող մարդկանց կողմից, որ
Գիտեք ինչ կա, մենք ձեր կողմից ենք, որովհետև ձեր մեջ ենք տեսնում նորությունը, ձեր մեջ ենք տեսնում փոփոխություն բերելու ուժը, ձեր մոտ են երիտասարդությունը հավաքված, այն կրեատիվը, այն ժամանակագիծը, ամեն ինչը ձեր մոտ ենք տեսնում, էներգիան, հա, կրակը ձեր մոտ ենք տեսնում։ Այդ ամեն ինչը որովհետեւ իշխանություն, եթե տեսնում է, բնականաբար ուզենալու է փարադի, ուզենալու է ցեղ շպրդի, ցեղ չկա ուրիշ, որևիցե ավականու վրա չեն կարող ցեղ շպրդել, տեխնազուի վրա, առաջին համարի վրա չեն կարող ցեղ շպրդել, ես իրենց բանով եմ խոսում, էլի մտածելակերպով, ուրեմն ինչ անենք, որ իրենց ձայների վրա ազդեցություն ունենանք, լավ, բերեք ասենք, որ հավաքելու է դա ուրիշին։ Բացառում եմ նման բան, նախ իմ տեսակին դա հագա է, որ ես ինչ-որ բան վերցնեմ ու տամ ուրիշին, ինչը մերն է, դա մերն է եւ մեր ընդրողինն է, մենք էլ մեր ընդրողինն ենք։ Ուղղակի մենք հայտարարություն ենք տարածել, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է սատարեն եւ աջակցեն այն ուժին, որը ամենաշատ ձայն է հավաքել, որբիսի թույլ չտան վիժեցում ընդդիմադիր ճամբարում եւ մենք գնում ենք այդ հենց առաջի տեղը վերցնելու ճանապարհով, որովհետեւ Գյումրեցին հենց ցույց է տալիս, որ սատար է կանգնում իր ինգերոջը, իր եղբորը, իր թորանը, այսպես ասեմ, հա, մեր հավաքանու անդամները բոլորը գյումրեցիների ծոցից դուրս եկած մարդիկ են։ Որևիցե անդամի չեք կարող մատնացույց անել, որ թաթախված է եղել ինչ-որ բանի մեջ։ Այսքանը։ Մամուլում հաճախակի է հրապարակվում այն մասին, որ դուք ֆավորիտ տեխնազու եք։ Հաստորեն դա իրականությանը համապատասխանում է, հա։ Դուք համակրանքը զգում եք բնակիչների։ Եթե ձեր նման պրոֆեսիոնալ լրագրողը փաստում է դա, ուրեմն դրա մեջ ուժ կա։ Իսկ մենք նկատել ենք այդ ամենը քաղաքացիների մոտ եւ համեստ կդնենք, լրենք։ Եթե միանձնյա ստանձնեք Գյումրու քաղաքային իշխանությունը, պատրաստ եք աշխատելու կենտրոնական իշխանության հետ, ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքը, քանի որ ձեր ծրագրում էլ ես տեսա, որպես նպատակ նշված էր։ Նվազագույն նպատակն այն է, որ պետք է հեռացնեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունից, իսկ առավելագույնը Գյումրու ղեկը ստանձնելն է։ Պատասխանը, այդ կառավարությունը պետք է պատրաստ լինի աշխատելու գյումրեցիների հետ, որովհետև մենք ստանձնելով քաղաքի կառավարումը չենք տարանջատվելու գյումրեցիներից, ընդհակառակը ընդհանուր մի բռունցք ենք դառնալու ենք մեկ միավոր, իսկ այդ միավորի հետ պետք է հաշվի նստի կառավարությունը եւ ինքը պետք է որոշի պատրաստ է աշխատելու գյումրեցիների հետ, թե չէ, որովհետեւ մենք այստեղ հստակ ենք աշխատանքը դնելու ծրագրերը, խնդիրները եւ կառավարությունը պետք է հասկանա, պետք է գա ընտարաշ, թե ոչ, փորձը ցույց է տվել, որ կառավարությունը ընտարաշ չի եկել, ամբողջ ազգովի փոխվել է քաղաքացիների բնակչության, այսպես ասած, տրամադրությունը այդ կառավարության հանդեպ եւ այդ կառավարությունը մեծ հարվածներ է ստացել հենց Գյումրիից։ Իսկ ինչ մնում է կառավարության հետ այդ աշխատանքի որակի մասով, ասեմ, այդտեղ է նրբություններ կա, ցանկացած ընդդիմադիր ուժ, որը ստանձնում է քաղաքի կառավարումը, ինքը խոշորացույցի տակ է հայտնվում։ Համաձայն ենք այդ մասով, չէ՞։ Եվ ավելի արդյունավետ է աշխատելու յուրաքանչյուր աշխատող, իմանալով, որ խոշորացույցի տակ է աշխատում, եւ մաքսիմալ իր ունեցածը դնելու է իր ժամանակը, էներգիան, որպեսզի ցույց տա, որ տեսեք, մենք ամեն ինչով լավն ենք ու փայլուն ենք։ Հակառակ ռեակցիան ասեմ, կառավարությունը ավտոմատ ստիպված է լինելու զբաղվելու գյումրեցիների հարցերով, որովհետեւ գիտե որ մի բան գնաց իր մոտ լճացում, եթե իր թիմակիցն է կարող ասել լավ, տես ինչ հարցսպես տվեք առաջ գնացեք, բայց եթե ընդդիմադիրն է, միանգամից բռնելու է, ասի ստոպ, այս հարցը մինչև վերջ դուք գնալու եք լուծման, եթե ոչ գյումրեցին ֆիքսելու է։ Այս առումով ես կարծում եմ, որ հիանալի է, երբ որ ընդդիմությունն է դառնում երկրորդ քաղաքի, այսպես ասած, կառավարությունը, հա, ստանձնում է իշխանությունը, դա հիանալի է։ Պարոն Սիմոնյան, եթե միանձնյա իշխանություն ձևավորեցիք ու դարձաք Գյումրու քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում աշխատանքը աշխատակիցների հետ քաղաքապետարանի, նոր աշխատակիցներով եք համալրելու, թե… Նկատում եք կադրային չարտ սպասում եք։ Այո։
Ուրեմն ասեմ, ընդհանրապես ես քաղաքապետարանի աշխատակազմին ծանոթ լինելով, այս պահին ֆիքսեմ, որ աշխատավարձերի ցածր մակարդակ է նկատվում։ Ցածր աշխատավարձով որակյալ աշխատող, որակյալ մասնագետ չես կարող վերցնել։ Իրենք գնալու են ուրիշ քաղաք, ուրիշ երկիր, որտեղ իրենց ավելի բարձր են գնահատում։ Դրա համար, որպեսզի չկորցնենք մասնագետներին այս եղած սուղ պայմաններում, ես պատկերացնում եմ իրենց աշխատավարձերի բարձրացում, միանշանակ տալ անպայման բժշկական ապահովագրություն, ես զարմանում եմ, մինչև հիմա չունենք մենք համայնքապետարանում բժշկական ապահովություն, դա ես չգիտեմ ինչ է, հասարակ ֆիրմա կա, ասենք 50 հոգանոց աշխատող, որ ինքը տալիս է այդ հնարավորությունը, որ իր աշխատողը բժշկական ապահովագրություն ունենա։ Եվ հաջորդը անպայման աշխատակիցները, քաղաքապետարանի աշխատակազմը պետք է անցնի վերապատրաստում դասընթացներ իր մասնագիտական, որպեսզի ամեն տարի ինքը ել ավելի հմտություն ձեռք բերի, ել ավելի նոր լուծումների տիրապետի։ Իսկ ինչ մնում է կադրային ջարդին, ասեմ, բացառում ենք կադրային ջարդը, եթե մարդը այդտեղ է աշխատանքի համար, մարդը այդտեղ է, որ իր ունեցած կարողությունները ներդնի, իմ կարծիքով սխալ բան է այդ կադրային ջարդ հասկացողությունը եւ կապ չունի, որ կուսակցությանն է ձայն տվել այդ մարդը եւ որ կուսակցության բանն է եղել, այսպես ասած, հետևորդն է եղել, եթե մասնագետ է, ուրեմն անպայման տեղ է ունենալու քաղաքի կառավարման մեջ։ Մասնագետների սղությունը այսօր մեզ թույլ չի տալի շռայլություններ, որ տնես, ջոգես, սպիտակ, կարմիր, եթե նա մասնագետ է, անպայման մնալու է եւ աշխատի։ Իսկ եթե այսօր էլ չկա ինքը քաղաքի կառավարման մեջ, ուրեմն անպայման պետք է գտնես եւ հրավիրես, անկախ իր հայացքներից։ Իսկ հաշվարկարել եք, ինչ կան կարողանաք բարձրացնել աշխատավարձը։ Նայեք, երբ որ աշխատակազմի մեջ մտնում ես ու հասկանում ես, որ այնտեղ 100-ի փոխարեն աշխատում են, չգիտեմ, 200-300, դա ուրիշ պրոցեդուրա է տեղի ունենում։ Երբ որ զգում ես, որ հենց այնքան աշխատող կա, ինչքանը պետք է, եւ ցածր աշխատավարձը, այդտեղ ուրիշ մեխանիզմներ են գործելու։ Այնպես որ ամենակարևոր բանը, երբ որ մարդը գիտակցում է, որ յուրաքանչյուր աշխատանք իր գինն ունի, ոչ թե փորձում է բան անել այսպես հրամայելով կամ չգիտեմ ես քեզ տվել եմ ես ինչ է դու արա ինչ, այլ գնահատի կոնկրետ մարդու աշխատանքը, իսկ եթե այդ մարդը գնահատված զգաց, իրան ոչ մի տեղ չի ներարկրելու, ոչ քաղաքից դուրս, ոչ երկրից դուրս։